ասած եմ մեր վարչապետով։ Շատ ինքը ժողովրդի մասին հոգացող, հայրենիքի մասին մտածող, առաջի վարչապետն է, որ մեզ գոհացրել է։ Շատ շնորհակալ եմ մեր վարչապետին, մենակ այդ կասեմ։ Թող հայ ազգը թող գնահատի, ինչ ունի։ Բանակն էլ, ամեն ինչն էլ շատ լավ էր։ Ես դրա համար հատուկ այսօր եկել եմ, որ տեսնեմ իմ աչքով։ Լուրերը տարածում են, վարչապետը սենց, վարչապետը նենց բան, բայց ես այսօր եկա տեսա համոզվեցի, որ շատ լավ վարչապետ ունենք։ Ապրի մեր վարչապետը։ Իսկ հայկական արտադրատեսակների մասին ինչ կասեք, ԱԹՍ-ներ կային։ Տեսա, էդ էլ տեսա, այո, մենք չունեինք, բայց հիմա ունենք ամեն ինչ, ինձ թվում է, որ թող պատերազմ չլինի, թող ոչ մի մարդ չլացի, ինչ կորցրել են իրանց երեխաներին, շատ զինվորներին, ամեն անգամ հիշում ենք, ամեն անգամ լացում ենք։ Պետք չի կորուստ տալ մայրը, էլի, որդու կորուստը պետք չի, թող խաղաղ ապրեն։ Թող հայը հասկանա, որ պետքա խաղաղություն լինի մեր հայրենիքի, մեր Հայաստանի մեջ։ Թող թուրքն էլ չլացի, թող թուրքին էլ մայր երեխեն, ինչ տարբերություն թուրքը հայը։ Հա, իրար հետ համերաշխ ապրեն, ես այդ կնախընտրեմ։ Մի հարց, հատկապես տարբեր ընդդիմադիրներ նշում են, որ այս շքերթը, օրինակ, Ադրբեջանը թույլ է տվել, որ արվում է։ Իրանք գլուխը պատին են տվել, կներեք, ես ասում եմ վարչապետի պես վարչապետ, թո իրանք էլ այդ ժամանակուն կար, զենք չունեինք, ոչ մի բան չունեինք, դղյակներ էին սարքում, բայց վարչապետը մտածել է, վառ ապացույց տեսանք, ինչքան բաներ է ստեղծել, արել, այդ մարդը օրը չի քնել, որ մտածե հայրենիքի մասին հզորացման։ Ես նախընտրում եմ իրանց խոսքերը, ես չեմ ուզում լսեմ, ես ընդհանրապես չեմ, որը իմ վարչապետը ես տեսա իր աշխատանքը, իր ամեն ինչը, ինձի հուզում է իր այդ ապրելակերպն էլ, ինքը ծերացել է, ինքը այն մարդը չի, բայց ինքը անում է հանուն հայրենիքի։ Ես գնահատում եմ, ես այդ կասեմ։ Հզոր էր, հզոր ու շատ տպավորիչ։ Ինչ հատկապես։ Եվ այդ սպառազինությունը, եւ այդ կազմակերպված Եվ ժողովրդի ոգևորությունը ամենակարևորը։ Այո։ Իսկ գոհ առասարակ բանակի բարեփոխումներից։ Իհարկե, մենք անձամբ չենք ծառայել, բայց տեսնում ենք լավատեղյակ չեմ ճիշտն ասած, որտեվ հիմնական բնակիչ չեմ, այդպես ասեմ, բայց այն ինչ որ լսում եմ, որ ժողովուրդը հանգիստ է ապրում, որ պատերազմի վտանգը չկա, որ երեխաներին հանգիստ խղճով ուղարկում են ծառայության, դա արդեն մեծ նվաճում է, որովհետև էլի լսելով 30 տարիների ընթացքում նման վիճակ չի ապրել ժողովուրդը։ Էս այն տպավորությունը, որը Մի հարց այսպեսի ընդդիմությունը հատկապես Սամվել Կարպետյանը օրինակ ասում է 300,000 ադրբեջանցի եկած։ Ես ընդհանրապես ընդդիմության բաներով, քարոզարշավներով, նրանց զեկույցներով, նրանց ելույթներով չեմ հետաքրքրում, կներեք, ես չեմ էլ լսում։ Տպավորված եմ։ Հատկապես ինչով։ Քանակով, ուժով Նախկինի համեմատած ձեզ բանակը փոխվել է, ինչ եք տեսնում։ փոխվել է։ Բայց օրինակ տարբեր ընդդիմադիրներ նշում են, որ բանակը թուլացել է, չգիտեմ, օրինակ ասում են Հաստեր թող բերեն։ Իմ տպավորություններով ուրախությունից արդեն էլ չգիտեմ ինչ ասեմ։ հատկապես ինչը ձեզ դուր եկավ։ Ամեն ինչը։ Զինտեխնիկան ամեն ինչը։ Նախկինի համեմատ փոփոխություններ կան, 100% չկա։ Բայց փոփոխություն չի։ բայց տեսեք ընդդիմադիր մարդիկ հատկապես ասում են, որ բանակը ավելի է թուլացել։ Դե թող ասեն մի հետի իրանց կարծիքն է տենց ասեն։ Բայց մարդիկ տենում են, չէ։ Ամեն ինչը պետք է ուժեղ մատ կարիվալի որ նոր տենան։ Դե ասում են ում է պետք Ղարաբաղից հետո այս զենքը։ Պետք չի թող вообще ոչ նայեն, ոչ էլ խոսան։ Իրանց եթե պետք չի, մեզ պետք է։ Ես հիացած եմ, կարող եմ ասել, միջև հիմա այսպիսի բան չէի տեսել, այլ բան չունեմ ասելու։ Նաև հայկական արտադրատեսակներ կան, ԱԹՍ-ներ։ Շատ ուրախ եմ, հա, տարբեր տեսակի նույնիսկ, շատ հաճելի էր։ Նախկինի համեմատ ինչն է փոխվել բանակում ըստ ձեզ։ Չգիտեմ, ես այդպես շատ չեմ հետաքրքրված եղել միշտ, բայց հիմա տեսնում եմ ահագին բան փոխված, ես իմ աչքով տեսա, թե ինչեր ունենք։ Այդ առումով գոհ եք գործող իշխանություն։ Իհարկե, անպայման։ Շնորհակալ։ Շատ հաճելի էր եւ շնորհակալ ենք։ Ընտիր էր, Օրինակ ինչը ձեզ դուր եկավ։ ամեն ինչը, թե զենքը, թե զինամթերքը, թե մեր ամեն ինչը շատ լավ էր։
Իսկ օրինակ հայկական աթսների մասին ինչ կասեք, որ ցուցադրվեց։ Գովասանքի արժանի բաներ են, որ մեր հայ խելքը իրոք օգտագործում են այդպես զենք զինամթերքի համար։ Շատ հպարտ եմ ես զգում։ Շատ հիացած էի։ Մասնավորապես ինչը ձեզ դրի։ Ամեն ինչը, մեր հայկական զենքերը։ Իսկ ինչ կասեք, որ օրինակ Հնդկաստանից Ֆրանսիայից զենքեր կային։ Դե պետքա լինեին, բայց մեր հայկականը ավելի լավն էր։ Ընդհանուր առմամբ բանակի բարեփոխումներից գոհ եք։ Շատ, Նախկինի համեմատ օրինակ ինչը կասեք, որ ամեն ինչը, շատ գոհ եմ։ Շատ լավն է, ինչներ դուր եկեք քեզ զենք։ բանը, այն բանը, ճունիկները, Շունիկները, իսկ աթսները տեսար։ հա։ Շատ գոհ եմ եւ շատ հիացած ամեն ինչից եւ կազմակերպելուց եւ ժողովրդից, որպեսզի ինչ որ առաջ խաղացում կա եւ ես շատ գոհ եմ։ Նաև օրինակ հայկական արտադրատեսակներ կային աթսներ հատկապես, ինչ կասեք։ Շատ դրական, շատ պլյուսներ։ Եթե համեմատեք նախկինի ու հիմա բանակի բարեփոխումները։ Իհարկե, ես հիմա արդեն բարեփոխումները շատ եմ տեսնում, նախկինից ոչինչ չեմ կարող ասեմ, բայց հիմա ինչը հիմա է վերաբերվում այսօրվա ամեն ինչ պլյուսը։ Հա, երեխաները շատ մեծ բավականություն ստացան, հրճվեցին, ուրախացանք։ Տոն է։ Իսկ զինատեսակները, որ ցուցադրվեցին, գոհ եք։ Իհարկե։ Շատ։ Օրինակ նախկինում հայկական արտադրատեսակներ չկային, աթսներ հատկապես, բանակի բարեփոխումներից գոհ եք։ Իհարկե գոհ ենք, տեսանք, երեխաներն էլ տեսան, հարցրեք փոքրիկների տպավորությունը, Մարիայից հարցրեք։ Ինչ կասես։ Ինչ ես տեսել։ Զինվորներին եմ տեսել եւ ուղաթիռներ։ Իսկ տեսար են շունիկները ռոբոտ։ Ուրիշ ինչ կասես։ Այսօր ինչ օր է։ Հանրապետության ասեմ։ Հանրապետության։ Շատ մեծ տպավորություններ, շատ հպարտ եմ, շատ ուրախ եմ, որ հայ եմ, որ ունեմ այս բանակը, հուսով եմ հետագայում ավելի մեծ աճ կունենանք։ Իսկ նոր զինատեսակների մասին ինչ կասեք, հայկական աթսներ կային։ Իրականում տեսակները չգիտեմ, բայց շատ ուրախ եմ, որ ունենք մեր հայկականը, ունենք արտադրանք ու թույլատրված է, որ այդ արտադրանքը շարունակվի։ Պարզապես հպարտանալու է։ Եթե համեմատենք նախկին օրինակ 10 տարի առաջ մեր բանակը տեսակ բարեփոխումներ։ Իհարկե բարեփոխումները շատ էր, ճիշտ է մի քիչ լավ չէին երևում, բայց տեղյակ եմ, որ բարեփոխումներ շատ են եղել ու միայն հպարտ եմ։ Մեր հզոր բանակով, մեր ուժեղ բանակով, անկախ ամեն ինչից մենք մեր բանակի թիկունքում ենք, մենք մեր բանակի կողքին ենք, ցանկացած պահի պատրաստ ենք ցանկացած հարցով աջակցել, ինչով որ կկարողանանք։ Ու ես հպարտ եմ, որ ունենք նման բանակ, ով գնում է դեպի առաջ։